Շնորհակալություն, այդ սպաները կզորացվեն առաջին հերթին եւ ըստ էության մենք աշխատանք ենք կատարելու, որպեսզի որոշակի սխալ թյուր պատկերացում ունեցող սպաները խմբագրեն իրենց մոտեցումները, այսինքն չեմ ասի, որ վաղվանից թուրն առնելու ենք, բոլորին զորացրենք, այդպես չի, աշխատանք կտանենք, բայց այն մարդիկ, ում մոտ դա քրոնիկ է, այսպես ասած, արյան մեջ է, այն մարդիկ զինված ուժերում անելիք չունեն։ Պատկերացրեք, քրեական ենթամշակույթի մասա նաև այս բանի դրսից տղա բերելու ինստիտուտը։ Դուր զանգում են, կամ դուք եք զանգում ձեր աղբերներին, կամ ձեր հարազատներն են զանգում, կամ ձեր ավագ եղբայրները, մյուսները, սա բոլորից է վերաբերում, սիրելի հայրենակիցներ։ Ես լրագրողին նկատի չունեմ, երբ որ սա վկայակոչում եմ, փաստ է, որ այս երևույթը դատապարտելի երևույթ պիտի լինի։ Կամ ինչ նշանակում զինվորին ասել երեխեն ու այդ մայրական հոգատարությունը կարևոր է, բայց 18 տարեկան տղան ինքնուրույն մարդ է, Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի է։ Ինքը պիտի տնօրինի իր կյանքը ու գնալ միջամտել նրա կյանքին, ինքը զանգի պապային, նա զանգի մյուսին, քեռուն եւ այլն, ու գնալ զորամասում ինչ որ հարցեր լուծել, դա էլ է քրեական ենթամշակույթի մաս։ Թվում է թե դա ծնողական հոգատարություն է, ոչ, դա քրեական ենթամշակույթի ու մտածելակերպի մաս է, սիրելի հայրենակիցներ։ Պայքարելու ենք սրա դեմ հետևողականորեն, բայց միայն մեր մասնակցությունը ու մեր գործիքները բավարար չեն։ Ձեր բոլորի աջակցությունն է պետք, այդ թվում նաև իրապահ այլ մարմինների, այլ համակարգերի, ովքեր մեզ կարող են համապատասխան օժանդակություն ցույց տալ քաղաքացիական կյանքում ներգրավված անձանց զինվորական կյանքին միջամտելու գործում։ Շնորհակալ եմ։ Այս բանի մանուկում սխալ նկատողություններ է տարածվում, հատկապես մենք սիվիլներում դա նկատեցինք, Պաշտպանության նախարարը նման հայտարարություններ չի արել, մասնավորապես, որ Հայաստանում զորավարժություններ պլանավորված չեն։ Նման վերնագրով ընդհանրապես սիվիլներում խնդրում եմ շտկել այն եւ արտացոլել։ Հայ-իրանական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն։ Ինչպես որ կա, խոսքը հարցն հնչել է հայ-իրանական այս պահին որը պլանավորված զորավարժություն կամ պլանավորման աշխատանքներ կան, որը հնչել է ոչ պատասխանը, սա դուք տարածել եք առհասարակ որևէ զորավարժություն անցկացնելու ժամանակահատվածում։ Սիրելի գործընկերներ, հաշվի առնելով, որ մեր աշխատանքը շարունակվում է, կարծում եմ մեր գերատեսչության ձեր հետ աշխատանքը այնպիսի մակարդակի է, որ մենք պիտի իրար նկատմամբ ունենանք առնվազն մինիմալ կոռեկտություն ու նման հարցերին դուրս վերաբերել։ Մենք ուղղակի մյուս տարի չենք հավատարմագրի նման լրագրողներին ու չենք աշխատի իրենց հետ։ Հուսամ սա ընդհանրապես որպես զգուշացում կդիտարկենք, կթողնենք անհետևանք։ Շնորհակալ եմ։ Համեցեք։ Շնորհակալություն, հաջողություն։